Թոշակառուները կարող են անշարժ գույքը ձևակերպել հետադարձ հիփոթեկով, պահպանել սեփականության ու բնակության իրավունքը, միաժամանակ պարբերաբար ստանալ համապատասխան եկամուտներ գրավառուից, այս դեպքում բանկից։ Որոշման նախագիծը մշակելիս կադաստրի կոմիտեն ուսումնասիրել է միջազգային փորձը։ Այսինքն մարդիկ ապրելով անշարժ գույքում չեն կարողանում որոշակի առումով հենց այդ պահին եկամուտ ստանալ, պահպանելով դրա օգտագործման եւ սեփականության իրավունքը, եւ հետադարձ հիփոթեկը հենց այն գործիքն է, որը զարգացած պետությունները ներ են դրել եւ փորձել են կարգավորել այս հարցը, եւ սեփականատերերը թոշակի անցնելուց հետո ունենալու են հնարավորություն այս օրենսդրական փաթեթի ընդունման պարագայում բանակցելով բանկի հետ, որի բանակցության վերաբերյալ պայմանները հստակ արձանագրված են օրենսդրական կարգավորումներում, հետադարձ այդ նույն տունը հանձնել բանկին հետադարձ հիփոթեկով, պահպանելով դրա նկատմամբ սեփականության իրավունքը, պահպանելով այդտեղ բնակվելու իրավունքը եւ թոշակառի տարիքում ստիպված չլինեն վաճառել իրենց սեփական գույքերը, տեղափոխվել, որպեսզի կարողանան նաեւ հոգալ որոշակի այն ծախսեր, որոնք որ իրեն կարող էին այս ճանապարհով, այս մեխանիզմով ստանալ եկամուտներ։ Այդ եկամուտը կգումարվի թոշակներին, կդառնա հավելյալ միջոց, որն էլ կդառնա բարեկեցիկ ապրելու երաշխիք։ Կապանում փոքրիկ հարցախույզ անցկացրինք հասկանալու, թե ինչ կարծիք ունեն թոշակառուները նախագծի վերաբերյալ։ Փառք Աստծո, մեզ տղաներ էլ ունենք, աղջիկներ էլ ունենք, արդեն գրանցածը իրանց վրա։ Դա ավելի շատ ողջամիտ առաջարկություն է նրանք, որ չունեն ժառանգորդ, գիտե որ ժառանգորդ չի լինելու։ Արտասահմանում հաստատ վաղուց ուժի մեջ է, հիմա էլ ստեղ ոնց որ բան են անում, տենանք։ Միջև քանի տարի ձայնը գալու է, էլի, ինչքանով արդարացրեց, գոհ են, դժգոհ են։ Вообще-то եթե ժառանգ չունե, պենսիոն է նորմալ է։ 56,000-ը այս կողմից մտնում է գրպանից, մյուս կողմից դուրս է գալիս։ Բա չես կարողանում ոչ ուտելու, ոչ խմելու, ոչ բան չի հերիքում։ Բացարձակ։ Նիստի ընթացքում քննարկվել է նաև վարկավորման տոկոսադրույքների առավելագույն շեմը, դրանց կիրառման համաչափությունը, պայմանագրով նախատեսված պարտավորությունների մարման կարգը եւ այս ամենի հետ կապակցված իրավահարաբերությունները հստակեցնելու հարցը։ Հետագայում, երբ որ այս ժամկետը բոլորս էլ անցավոր ենք, երբ որ թոշակառուն այլևս չկա, իր ժառանգները հնարավորություն ունենում արդեն իրական հիփոթեկով այդ իրանց բնական արդեն որոշակի սովորական պայմաններից ենթադրվում եմ ինչ-որ բանով բան կանի, կտարբերվի։ Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանն արձագանքելով Նիկոլ Փաշինյանին մանրամասնեց։ Երբ որ հանձնվում է բնակարանը հետադարձ հիփոթեկով, անկանխիկ միջոցով ամենամսյա վճարումներով թոշակառուն ստանում է որոշակի գումար եւ կարիք չունի այդ ընթացքում բանկին մարումներ կատարել։ Հենց ինստիտուտների տարբերությունը սա է, որ ինքը այդ գումարը ստանալու է։ Հետո ժառանգները եւ հետագայում, երբ որ թոշակառուն կմահանա եւ այդ գույքը կդառնա արդեն կմտնի, այսպես ասած, ժառանգության ծավալ կամ կանցնի բանկին սեփականություն, ժառանգորդը հնարավորություն կունենա բանկի հետ կնքել պայմանագիր եւ ստանալ արդեն հիփոթեկային ամենամսյա արդեն ժառանգորդը կմարի այդ գումարը եւ այդ բնակարանը ձեռք կբերի բանկից կամ եթե այդ նման պահանջը չլինի, բանկը կգրանցի իր իրավունքը եւ կհանի արդեն աճուրդով օտարման եւ կձեռք բերեն մարդով, որ կցանկանա ձեռք բերել։ Դե կախված կլինի նաեւ թե ինչքան է վճարել բանկը դրա համար, որովհետեւ կարող է այդ գույքի արժեքի 50% վճարածը լինի 80, 100, համեցեք։ Այդ մասերը ամբողջությամբ կարգավորված են եւ կարգավորված են հետեւյալ տրամաբանությամբ, որ բանկը կկարողանա պահել իր մոտ այնքան գումար, որքան որ վճարել է, ծախս է կատարել եւ համապատասխան տոկոսներն են հաշվարկվել։ Եթե այդ գույքը կվաճառվի ավելի թանկ գնով, ապա այն տարբերություն գումարը կփոխանցվի արդեն գույքի սեփականատիրոջ ժառանգորդներին եւ կմտնի ժառանգության ծավալ։ Հետադարձ հիփոթեկի ինստիտուտի ներդրումը ոչ միայն անշարժ գույքի շուկայի զարգացման, այլև սոցիալական պետության համար կարևոր քայլ է։ Այն միաժամանակ ապահովում է սեփականության իրավունքի լիարժեք իրացումը, ֆինանսական գործիքների ընդլայնումը եւ քաղաքացիների համար ստեղծում են նոր հնարավորություն իրենց գույքի արժեքը վերածելու կայուն եկամուտի, համոզված են կառավարությունում։ Մարդը ապրել է $500,000 տուն ունի, $500,000 տուն ունի։ Բայց մարդը մտածում է, տենաս ինձ ամիսը 32,000 դրամ կտան, որ ես բան անեմ, հաց առնեմ, թե չեմ տա։ Մեր թոշակառուները կհասկանան, որ կարող են այս մեխանիզմից օգտվել եւ երբ որ ասում ենք 63-ից է թոշակի տարիքը ամենևին էլ տանը նստելու տարիք չի, ընդհակառակը։ Ավելի ակտիվ
կյանքով ապրելու տարիք է, եւ սա այն հնարավորություններից մեկն է, որը մենք ուրախությամբ ստեղծում ենք մեր թոշակառուների համար։ Նախագիծը ապրիլի 2-ի գործադիրի նիստում հավանության է արժանացել։ Մոտ ապագայում այն կուղարկվի ազգային ժողով առաջին ընթերցման։ Աննա Մելքումյան, Տիգրան Թումանյան, Սյունիք լուրեր։